ունկնդիրներ, վանացային են ձեզի հետ է Հարութ Մարգոսյանը օրագարկ հայդակիրով։ Այսօրվան մեր օրագարկն է Բաքվի մեջ փանդարգված Արցախահայ ռազմաքաղաքական ղեկավարներու եւ քերիներու աբորինի դատավարության հարցը։ 2023-ի սեպտեմբերին սկսած Արցախի հայատապման ժամանակ ցերպակալվեցան շարք ղեկավարներ եւ ռազմական ու քաղաքացիական քերիներու հետ միասին փոխադրվեցան Բաքու աբորինի դատավարության։ 1.5 տարի է դակավին այս ընթացքը կշարունակվի։ Այսօր պիտի զրուցենք այդ գծով դարվող աշխատանքներու մասին լայթ Հայաստանի մեջ կամ միջազգային մակարդակի վրա։ Ինչպես նաև պիտի անդրադառնանք Հայաստանի իշխանություններու կողմէ ցերնարգված կամ չցերնարգված քայլերու մասին։ Այս առիթով մեզի հետ է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ասպրամ Գրբեյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներու եւ քերիներու Բաքվի մեջ աբորինապար ազատազրկման հետևանքով Հայաստանի մեջ այս օրերուս ցույցեր դեղի ունենան, մանավանդ քանի օրեր առաջ տեսանք արտաքին գործոս նախարարության շենքի առջև։ Ինչն էր պատճառը, որ այսպիսի գայծը սկսավ։ Ինչու հիմա սկսան այսպիսի շարժումներ։ Տեսեք, շարժումները եւ կամ բողոքի ցույցերը նոր չէ որ սկսվել են։ Դրանք բարբերաբար տեղի են ունենում տարբեր առիթներին ընթരാճ։ Մենք կարող ենք հետահայաց էքսկուրս անել եւ գնալ դեպի COP29-ին նախորդած եւ հաջորդած շրջան եւ կտեսնենք, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում հայ համայնքներում հայ մարդիկ միահամուռ ջանքերով դրսևորեցին իրենց դժգոհությունը Ադրբեջանում, բռնատիրական Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ պահվող անձանց հետ կապված։ Եվ սա հերթական ալիքն է, մենք քանի որը մեկնարկեց այդ աբորինի իրավության եւ արդարադատության հետ որևէ աղերս չունեցող դատավարությանի պատասխան, մենք մեզ անընդհատ տեղեկատվական, քարոզչական, աբեկչական խողովակների միջոցով հասնում են թե նվաստացումների, որի միջով անձնացիել հայրեները հիմա Բաքվում։ Հայ մարդիկ չէին կարող անտարբեր մնալ, ցնում ցավոք սրտի իշխանությունն օկուպացրած հանցախումբը որևէ ջանք չի գործադրել եւ չի պատրաստվում գործադրել։ Մենք դրա ականատեսը եղանք նաեւ 3 ազգային ժողովում հնչեցված դիրքորոշումների համատեքստում։ Ես կարող եմ պնդել հիմա արդեն իմ ձեռքի տակ եղած տեղեկատվությամբ եւ այն հետազոտական աշխատանքով, որ մենք այս ընթացքում կատարեցինք, որ որևէ գործուն քայլ, որևէ նպատակային քայլ հայ ռազմագերիներին եւ պահվող ապօրինաբար պահվող անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ չի արվել եւ չի արվում։ Ոչ թե որովհետեւ իրենք դրա կարողությունը չունեն կամ հնարավոր չէ որևէ կերպ թե դիվանագիտական, թե քաղաքական ճանապարհ չկա այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, այլ չկա դրա ցանկությունը եւ հայ ռազմագերիների ու ապօրինաբար Բաքվում պահվող անձանց վերադարձի խնդիրը այս օկուպացիոն ռեժիմի օրակարգում չէ։ Սա արձանագրում է, որ պիտի հայ մարդիկ կատարեն, որպեսզի կարողանան արդյունավետ պայքար մղեն մեր սիրելի հայրենակիցներին օր առաջ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Ինչպես նշեցիք, ցույցերը կամ նման շարժումները նախկին ժամանակներում նաև եղած էր եւ միջազգային գազագերբություններ եւս որոշ գոչեր ուղղած էին, հայտարարություններ հղած էին եւ այս օրերուս եւս նաև գնդարաչեն եւ կտեսնենք, որ ավելի ասենք աշխուժ ձևով սկսած են այդ գոչերը կամ դատաբարությունները։ Ինչն է որ կարելի եղավ
այս հարցը միջազգային ադյանի վրա լսելի դարձնել եւ ինչպիսի հետևանքներ կգնան ունենալ այսօր, ինչ արդյունքի կգնան հասցնել։ Տեսեք, մեր պայքարը ցավալիորեն պիտի սա արձանագրեմ, մեր պայքարը երկու ճակատով է։ Առաջին ճակատը, որը իրականում պիտի գոյություն չունենար եւ մենք ջանք ու եռանդ չպիտի ծախսեինք այդ ճակատում պայքար մղելու համար, դա ներքին ճակատն է, այսինքն հայ մարդիկ հիմա պայքարում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանության լծակներ ունեցողները հավատարիմ մնան իրենց գործառույթների կատարմանը եւ զբաղվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործով։ Եվ երկրորդ ճակատը դա միջազգային ճակատն է, որը պիտի լիներ թերևս միակ ճակատը, որի ուղղությամբ պիտի մենք պայքար մղեինք, բայց ցավալիորեն, քանի որ ունենք օկուպացիոն հանցախումբ, որը ղեկավարում է հիմա Հայաստանի Հանրապետություն, մենք ստիպված ենք երկու ճակատով եւ երկու ուղղությամբ այդ պայքարը մղել։ Միջազգային ճակատը չափազանց կարևոր է։ Այդ ճակատում խնդիրը բարձրաձայնելու լիազորություն ունեն Հայաստանում իշխանության լծակներ ունեցողները օբյեկտիվ պատճառներով, որովհետև իրենք ունեն հասանելիություն տարբեր երկրների իշխանություններին, խորհրդարաններին, կառավարություններին, այդ թվում նաև, այսինքն եթե մենք բաժանենք աշխատանքը, այս ուղղությամբ մենք կտեսնենք, որ բացառապես ընդդիմությունն է, որ աշխատանք է տանում իր սահմանափակ ռեսուրսներով եւ հայ համայնքը, հայկական կառույցները, համայնքային կառույցները, կլինի դա հայ դատի գրասենյակները, այլ կառույցներ, որոնք ավանդական կառույցներ, որոնք գործում են Սփյուռքում եւ պիտի ուրախությամբ նշեմ, որ այս բոլոր կառույցները միաբան են եւ համակարծիք են այս միջազգային ճակատում միասնաբար հանդես գալու գաղափարի հետ։ Ու մենք դրա արդյունքները տեսանք COP29-ի ժամանակ, երբ ականատեսը եղանք, որ քաղաքական որոշումների եւ քաղաքական գնահատականների, որոնք հնչեցվում էին տարբեր երկրների խորհրդարանների, խորհրդարանականների կողմից, տարբեր երկրներ ներկայացնող քաղաքական գործիչների կողմից, սուր գնահատականների տեսքով, հրաժարումով մասնակցելու եւ մասը կազմելու ցեղասպան երկրում տեղի ունեցող իբր թե բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող խորհրդաժողովին եւ կարող եմ այսպես թվել, այսինքն մենք ստիպված երկու ճակատով, որպես ամփոփում, ստիպված երկու ճակատով պայքարը մղում ենք ու այդ պայքարը պիտի շարունակաբար մղենք, որովհետեւ հակառակ պարագայում մենք տուրք կտանք այն արատավոր քարոզչությանը, որ այս իշխանությունների ահաբեկչական քարոզչական մեքենան փորձում է պարտադրել մեր ժողովրդին, որն է մոռանալ գերիների մասին, մոռանալ Արցախի մասին, մոռանալ անվտանգային խնդիրների մասին։ Հակառակ այս բոլորին Ադրբեջանը դակավին կշարունակե իր նույն քաղաքականությունը եւ այս անօրինապար դատավարությունները։ Երեք դակավին արգելեցին միջազգային Կարմիր խաչի գործունեությունը Ադրբեջանի մեջ։ Եվ թերևս միակ հիմնական գաբներ մերկերիներու եւ ռազմաքաղաքական ղեկավարներու հետ։ Այս ինչ միրնա հետևանք ունենալ լա բանդարյալներուն եւ լա Ադրբեջանի համար, եթե որևէ շղթական հետևանք մգրնա ունենալ միջազգային գազམ་ագերբություններու հետ այսպես վարվիլը։ Սա հերթական ցցուն օրինակն է, որ մենք գործ ունենք բռնատիրական ցեղասպան երկրի հետ եւ մեր գործը, մեր միակ գործը պիտի լինի այս իրողությունը մեր գործընկերների հետ կոմունիկացնելը եւ անընդհատ սրա մասին բարձրաձայնելը։ Տեսեք, միջազգային իրավունքում որքան էլ որ ամրագրված լինեն մարդու իրավունքները եւ հումանիտար սկզբունքները, եթե դու տեր չես կանգնում քո իրավունքներին եւ չես պարտադրում այդ սկզբունքների կիրարկումը քո իրավունքների պաշտպանության գործում, դրանք երբևէ որևէ մեկի բարի կամքով չեն կիրարկվելու։
Հետևաբար հայ մարդու առաջնահերթությունը պիտի լինի իր իրավունքների պաշտպանությունը։ Որևէ մեկը մեր փոխարեն կլինի բարեկամ, կլինի դաշնակից, կլինի գործընկեր, չի անելու այդ աշխատանքը մեր կողմից։ Մենք պիտի օրակարգը ձևավորենք, մենք պետք է պահանջատիրությունը ձևավորենք եւ հետեւողական լինենք այս պահանջատիրության հարցում։ Ես համոզմունք ունեմ, որ շատ ճանապարհներ կան, թե քաղաքական, թե դիվանագիտական, մեր ռազմագերիներին եւ ապօրինաբար պահվող անձանց հայրենիք վերադարձնելու։ Ես համոզմունք ունեմ, որ այդ աշխատանքը չի արվում, որովհետեւ չկա դրա քաղաքական կամքը եւ այդ հարցը քաղաքական օրակարգում չէ այս օկուպացիոն իշխանությունների։ Հետևաբար մեր ուժերը եւ ջանքերը պիտի ուղենք մեր գործընկերների միջազգային հարթակներում մեր գործընկերների հետ, մեր համայնքներում մեր բարեկամների հետ այս հարցը միջազգային օրակարգում պահելու եւ բողոքի ալիք ձևավորելու ու ճնշում գործադրելու Ադրբեջանի նկատմամբ։ Սա պիտի լինի այս պահին միակ գործուն մասնակցությունը, որ մենք կարող ենք ունենալ, սա է անընդհատ խոսել սրա մասին, անընդհատ բարձրաձայնել խնդրի մասին եւ պարտադրել, որպեսզի մեր գործընկերները, բարեկամները իրենց հայտարարություններում եւ իրենց քաղաքական օրակարգերում այս հարցը որպես լծակ օգտագործեն Ադրբեջանի դեմ պարտադրանքի մթնոլորտ ստեղծելու համար։ Քիչ առաջ նշեցի նաև, որ դիանտրատարնանք Հայաստանի իշխանություններու ցերնարգած կամ չցերնարգած քայլերու մասին։ Այսօր Հայաստանի ղարավարությունը որևէ ցևի շոշափելի քայլ մը գարնե։ Օրեր անց դեսանք, որ արտաքին գործոս նախարարությունը հայտարարություն մահանեց, դադարելով այդ դադարությունները եւ գոչ ուղեց միջազգային հանրության անդրադառնալու այս հարցին, բայց այդքանով բավարարվեցավ, թե որևէ շոշափելի քայլ մը գա։ Ես որևէ շոշափելի քայլի մասին տեղեկություն չունեմ, ավելին կարող եմ ասել, որ իրենց քաղաքականությունն է լռել եւ չխոսել սրա մասին, բայց ոչ թե լռել եւ չխոսել, որպեսզի կուլիսներում տեղի ունեցող դիվանագիտական աշխատանքը չվնասենք, այլ որովհետեւ այդ աշխատանքը գոյություն չունի։ Եթե երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուն այդ պաշտոն օկուպացնող անձը իր վերջին շրջանի միջազգային հարթակներում կլինի դա ԵԱՀԿ շրջանակներում կամ այլ միջազգային հարթակներում ելույթների ժամանակ որևէ ակնարկ, որևէ շեշտադրում չի անում գերիների հարցի վերաբերյալ, սա հստակ ուղերձ է, որ այդ հարցը Հայաստանի Հանրապետության այս պահին իշխանությունն իրենց Հայաստանի Հանրապետությունում այս պահին իշխանությունն իրենց ձեռքը պահող խմբակի քաղաքական օրակարգում այս հարցը չկա։ Անընդհատ հետևողական քաղաքականություն է տարվում, որպեսզի հայկական օրակարգում այս հարցը լռեցվի։ Սա շատ հստակ քաղաքականության բաղադրիչ է։ Մի կողմից մեղադրում են եւ անվանարկում են գերիներին, իբր թե ինչու գերի ընկաք, չպիտի գերի ընկնեիք, փորձում են հեղինակազրկել սրանով գերիներին եւ զրկել վերջիններիս հանրային պաշտպանությունից։ Մյուս կողմից խրախուսում եւ հորդորում են մարդկանց, հայ մարդկանց, որպեսզի առհասարակ մոռանան այս խնդրի մասին եւ սրա մասին չբարձրաձայնեն, իբր թե պատճառաբանելով, որ բարձրաձայնելով եւ խնդրի մասին խոսելով մենք վտանգելու ենք կամ վտանգում ենք Բաքվում բռնատիրական ցեղասպան Բաքվում պահվող մեր սիրելի հայրենակիցների վիճակը։ Մենք տեսնում ենք, որ եւ գիտենք վստահաբար, որ մեր սիրելի հայրենակիցները մեղմ ասած մարդկային վերաբերմունքի չէ, որ արժանանում են Բաքվում։ Մենք նաեւ տեսանք կտանքների եւ նվաստացումների արտացոլումը վերջին շրջանում հրապարակված կադրերում, հետեւաբար
որքան լռում ենք, այնքան մոտեցնում ենք ցավալի շրջանի ամփոփմանը, այնքան վտանգում ենք մեր սիրելի հայրենակիցների կյանքն ու առողջությունը, որոնք այս պահին գտնվում են գերեվարության մեջ, գերության մեջ ակվում։ Ես նաև ուզում եմ այս առիթը օգտագործել եւ իմ անձնական խնդրանքը ուղղել պարոն Ռուբեն Վարդանյանին, խնդրանք, որը կարծում եմ յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու խնդրանքն է, դադարեցնելու հացադուլը մեզ համար շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները օր առաջ առողջ, հնարավորինս առողջ վերադառնան հայրենիք։ Մենք եւ նաեւ մեր պատրաստակամության մասին եմ ուզում հայտնել իրեն, իմ անձնական պատրաստակամության մասին, ամեն ջանք գործադրելու հնարավորության սահմաններում, որպեսզի այս հարցը մնա օրակարգում եւ որևէ կերպ կարողանանք մոտեցնել այն օրը, երբ իրենք ի վերջո կվերադառնան հայրենիք։ Երեք նաև տեսանք, որ միջազգային իրավաբանական հարցերու ներկայացուցիչը հրաժարեցավ Հայաստանի։ Ինչով պայմանավորված էր այս մեկը, մեկ կողմ են, որ լրատվությունը ենթադրություն տվավ, թե Փաշինյանը հայտարարած էր, որ պիտի հրաժարվի միջազգային ադյանի վրա թադերը ներկայացնել է։ Արդյոք այս թադերը նաև կներառեին ռազմաքաղաքական եւ մերկերիներու բանդարգության հարցը։ Ենթադրություն չէ, սա արդեն հաստատված իրողություն է, հայտարարությունը, որ պիտի հրաժարվենք միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ մեր բոլոր բողոքներից, իսկ դրանք մեր ազգային արժանապատվության, մեր արդար դատի վերականգնման ճանապարհին միակ իրավական գործիքներն էին, որ ունեինք եւ միակ հաղթակարտերն էին, որոնք կարող էինք օգտագործել գերիներին վերադարձնելու համատեքստում, բայց այդ հրաժարումը, ինչպես ցեղասպանության իրողությունից հրաժարումը, այս իշխանությունների քաղաքական առաջնահերթությունն է։ Եվ պարոն Կիրակոսյանի հրաժարականը հենց այս համատեքստում պիտի դիտարկել։ Տեսեք, այդ գործերը ներառում էին նաև հայցեր հայատյացության հետ կապված եւ այս իրավական գործընթացները թեև կիրարկելու մեխանիզմներ, միջազգային մեխանիզմներ, այլ գործուն մեխանիզմներ մեզ չեն ընձեռում, բացի այն, որ արձանագրումներ են միջազգային ատյանների կողմից, բայց դրանք չափազանց կարևոր արձանագրումներ են ապագայում, հետագայում մեր արդար դատը պաշտպանելու գործում։ Հետևաբար ցանկացած հրաժարում եւս մեկ միակողմանի զիջում է, եւս մեկ թշնամական պահանջի կատարում է, որը այս օկուպացիոն հանցախումբը հանձն է առել։ Նկատի ունենալով, որ Հայաստանի կառավարության կողմէ որևէ շոշափելի քայլ չկա ռազմաքաղաքական ղեկավարներու եւ գերիներու ազատման հարցով, նաեւ այն փաստով, թե չագերտյալ խաղաղության երթալու միակողմանի զիջումներով։ Այսօր մենք անհատապես մանավանդ երիտասարդությունը ինչ կրնա անել Բաքվում մնացած մեր հայրենակիցներուն համար։ Խոսել, շատ խոսել սրա մասին, ամեն հնարավոր առիթ օգտագործել, որպեսզի այս հարցը տարբեր հարթակներում դառնա օրակարգային։ Ես հասկանում եմ, որ հիմա մեզ ունկնդրողներն ու ակնդրողները կմտածեն, որ ինչ է փոխվելու, եթե մենք մեր համեստ կարողություններով այս հարցի մասին թեկուզ ամեն օր կամ ամեն շաբաթ բարձրաձայնենք, ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ բան է փոխվելու։ Յուրաքանչյուրիս մասնակցությունը, յուրաքանչյուրիս ձայնը, երբ միավորվում է, շատ ավելի հնչեղ է լինում։ Մենք պիտի չհրաժարվենք եւ չպիտի ենթարկվենք այն տեղեկատվական ահաբեկչական պարտադրանքին, որը ենթադրում է մոռացում, հրաժարում
մեր արժանապատվությունից, մեր իրավունքների պաշտպանությունից եւ մեր արդար դատից։ Հետևաբար անընդհատ պիտի խոսենք սրա մասին, պիտի զգոն լինենք, պիտի փոքրիկ քայլերով, փոքրիկ ջանքերով փորձենք հնարավորինս մոտեցնել մեր սիրելի հայրենակիցների հայրենիք վերադառնալու բաղձարի օրը։ Շնորհակալ ենք այս հարցազրույցին համար ընտարաճելու։ Սիրելի ունկնդիրներ, Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրելի ունկնդիրներ, մեզի հետ էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ասպրամ Գրբյանը։ Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար։ Վանացային են ցեզի հետ էին Հարութ Մարգոսյանը եւ Ցանյա Օրտաբար Նատալին։ Մինչ հաջորդ հանդիպում մնացեք միշտ վանացայինի ունկնդիր։